Կիևը կարող է դիմել խորամանկ մոտեցման հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցում, հայտնել է ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը։ Նա նշել է, որ եթե Ուկրաինան ստանա հուսալի անվտանգության երաշխիքներ, ապա անհրաժեշտություն չկա օտարերկրյա զորքեր տեղակայելու։ Արևմտյան զորքերը միշտ կարող են հրավիրվել զորավարժությունների, որոնք կարող են անցկացվել տարվա ընթացքում։ Հատկապես այն պատճառով, որ Ուկրաինայում միշտ ներկային հրահանգիչներ, դեսպանատան աշխատակիցներ եւ անվտանգության աշխատակիցներ։ Սա նրանց զգալի ազատություն է տալիս, հայտարարել է քաղաքագետը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի վտանգ այժմ չկա։ Կողմերը պատրաստ են բանակցությունների։ Վտանգված են պոտենցիալ լուրջ խնդիրները եւ Իրանը ներկայումս զբաղված է դրանց կանխարգելմամբ։ Նրանց համար դա գոյության խնդիր է, հավելել է նախարարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու սադրանքները հանգեցրել են Ռուսաստանի հզոր արձագանքին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեյվիսը։ Նա նշել է, որ Զելենսկին ծաղրում է ռուսական արջին, հարվածելով Ռուսաստանի ենթակառուցվածքներին։ Սա արձագանք է առաջացրել շատ ավելի լուրջ հարվածների տեսքով, եւ հիմա ուկրաինացիները գրեթե ամբողջությամբ կորցրել են իրենց էներգիան եւ ջեռուցման հզորությունը, ինչը նշանակում է, որ նրանց համար շատ դժվար է դառնում նույնիսկ տարրական տնտեսական եւ կառավարական գործեր վարելը, առավել եւս աջակցել ռազմական ջանքերին, ասել է փորձագետը։ Նրա խոսքով վերջին իրադարձությունները վերջնականապես կանխորոշել են Ուկրաինայի պարտությունը հակամարտությունում։ Վերջինս հավելել է, որ այժմ միական պատասխան հարցը այն է, որքան լուրջ կլինի Կիևի կորուստը։ Ադրբեջանը երբեք չի դառնա բախման ասպարեզ, այն կլինի համագործակցության տարածք, հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Այսօր, ինչպես արդեն ասացի, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մտնում են նոր, բացարձակապես ֆանտաստիկ դարաշրջան։ Մենք շատ ոգևորված ենք եւ ցանկանում ենք օգտագործել այս հրաշալի հնարավորությունը ընկերությունների միջև ուղիղ կապեր հաստատելու համար։ Իհարկե, մենք կարող ենք երկար խոսել արդեն իսկ իրականացվածի եւ նախատեսվածի մասին, բայց կարծում եմ, որ ձեզ համար, հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են մեզ այցելում, ավելի լավ կլինի ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։ Իհարկե, դուք կարող եք հանդիպել կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, երկիրը զգալու համար, ասել է Ադրբեջանի նախագահը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կործանիչներ են բարձրացրել Վիզեյր ուղևորատար ինքնաթիռին ուղեկցելու համար այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող երեխան իր հեռախոսի Wi-Fi-ն անվանել է ահաբեկիչ, հաղորդում է Daily Mail-ը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն Վիզեյրի ինքնաթիռը մեկնել էր Լուտոնի օդանավակայանից եւ ուղևորվում էր դեպի Բեն-Գուրիոն օդանավակայան, երբ ուղևորներից մեկը իր հեռախոսում տեսել է հաղորդագրություն, որը նա մեկնաբանել է որպես սպառնալիք։ Ավելի ուշ պարզվել է, որ հաղորդագրությունը այն Wi-Fi-ի անունն է, որը երեխան ստեղծել է իր հեռախոսում, ցանցը անվանելով ահաբեկիչ։ Անսովոր անունը արագորեն տագնապ է առաջացրել ուղևորների եւ անձնակազմի շրջանում, ինչը ստիպել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ։ Դեպքից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի կործանիչներ են բարձրացրել ինքնաթիռին Թել Ավիվ ուղեկցելու համար։ Վայրեջքից առաջ ինքնաթիռը 3 անգամ պտտվել է Միջերկրական ծովի վրա։ Իսպանիայի չեմպիոն Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան եւ ակումբի կառավարման խորհրդի մյուս անդամները հրաժարական են ներկայացրել, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցելու կատալոնական ակումբի ղեկավարության նոր ընտրություններին։ Նոր ընտրությունները նշանակվել են մարտի 15-ին։ Հաղթողը հուլիսի 1-ին կզբաղեցնի պաշտոնը։ Մինչև այդ Բարսելոնան կղեկավարի ակումբի փոխնախագահ Ռաֆայել Յուստեն։ Փետրվարի 9-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը։ Փաշինյանը եւ Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ ԱՄՆ-ից ձեռք ենք բերել ԱԹՍ-ներ, դրանք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս արձագանքել է նշելով VBAT հետախուզական ԱԹՍ-ն Հայաստանում Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին, ասել է Պապիկյանը։ Փաշինյանը հայտնել է, որ ընդունել է Դոնալդ Թրամփի հրավերը փետրվարի 19-ին մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Հիշեցնենք, որ Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված խաղաղության խորհրդի առաջնորդների առաջին հանդիպումը։ Խորհրդին միացել է ավելի քան 20 երկիր, այդ թվում Հայաստանը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ։ Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը, ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը։ Շեշտվել է նաեւ, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Ջեյդի Վենսը տիկնոջ Ուշա Վենսի հետ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Վաշինգտոն Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ Ըստ աղբյուրների տվյալների փոխնախագահ Վենսի հարավային եւ Կովկաս կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար, նշել է ադրբեջանցի լրագրողը։ Ավելի վաղ Axios պարբերականը հղում անելով ամերիկացի պաշտոնյային եւ խորհրդի անդամ 4 երկրների դիվանագետներին հայտնել է, որ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի հարցով խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպում անցկացնել։ 2026 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացրել են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել մինչև 4 տարեկանների շրջանում։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռ Սպուտնիկ Արմենիայի հաշվարկներով ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի ժամանումից առաջ ժամանել է Հայաստան եւ Ադրբեջան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը փետրվարի 9-ից 10-ը պաշտոնական այցով Հայաստանում է, որից հետո մեկնելու է Բաքու։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով ինքնաթիռների մեծ մասը Երևան եւ Բաքու են ժամանել փետրվարի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Կայքի դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստանը ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, եւս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից, վերալիցքավորվելով Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։ Ռուս-ուկրաինական պատերազմում մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է հայկական Արբաթ գումարտակի հրամանատար Աբրեկ Մականունով հայտնի Հայկ Գասպարյանը։ Այս մասին հայտնել է ռազմական թղթակից Վլադ Զիզդոկը։ Արբաթ հատուկ գործողությունների ստորաբաժանման հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս, գրել է Զիզդոկը։ Գասպարյանը սկսել է իր ծառայությունը Վագների կազմում եւ մասնակցել Բախմուտի համար մղվող մարտերին։ 2023 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է արիության համար մեդալով։ 2023 թվականից նա ղեկավարել է հայկական Արբաթ գումարտակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շրջակա միջավայրի ճգնաժամի եւ անհավասարության աճի հետևանքով առաջացած մոլորակային աղետը կանխելու համար երկրները պետք է հրաժարվեն ՀՆԱ-ից, որպես միջազգային բարեկեցության միակ ցուցանիշը։ Մենք պետք է իսկապես գնահատենք շրջակա միջավայրը եւ անցնենք համախառն ներքին արդյունքի սահմաններից այն կողմ, որպես առաջընթացի չափանիշ, ասել է Գուտերեշը։ Ըստ նրա, հասարակության բարեկեցության գնահատման մոդելը պետք է հաշվի առնի այն, ինչն իսկապես կարևոր է մարդկանց եւ նրանց համայնքների համար։ ՀՆԱ-ն մեծացնելով մարդիկ ոչնչացնում են բնությունը, օրինակ ոչնչացնելով անտառները կամ չափից շատ ձկնորսությունը, ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ն հաշվի է առնում անմիջական շահույթն ու վնասները։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հստակեցրել է, որ Ուկրաինայում իշխանությունը դեռևս գործում է միայն իր ջանքերի շնորհիվ։ Ես պարզապես ժամանակ չունեմ սուրճի, թեյի կամ մեկ օրում 300 հրապարակման համար։ Պարզապես չունեմ, պարզապես լույս չի լինի, նշել է նախագահը։ Զելենսկին հավելել է, որ կարելի է լինել հիանալի բլոգեր, բայց այդ դեպքում միայն այդքանը։
Ռուսաստանը մտնում է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու բանակցությունների մեջ ավելի ուժեղ դիրքում, քան երբևէ, եւ Ռուսաստանի զինված ուժերը կլինեն կարևորագույն ակտիվ դիվանագիտական գործընթացում։ Նման կարծիք է հայտնել բրիտանացի դիվանագետ Իան Փրաուդը։ Եկեք անկեղծ լինենք, Ռուսաստանը դեռևս ունի ավելի ուժեղ դիրք։ Ռուսաստանը կավարտի հակամարտությունը մարտադաշտում ռազմավարական առավելությամբ։ Դա բացարձակապես պարզ է, ասել է Փրաուդը։ Նա գնահատել է, որ ռուսական բանակը կլինի ամենափորձառու եւ լավ հագեցած երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ Մասնագետը նաեւ նշել է, որ խաղաղության գործընթացի բոլոր մասնակիցներից Մոսկվան ունի հավասարակշռված եւ ավելի իրատեսական դիրքորոշում։ Վերջինս նշել է, որ ռուսները ակնհայտորեն կայակալած չեն, որը ցույց է տվել, որ դեմ է խաղաղության բանակցություններին եւ առաջ է քաշում անիրատեսական եւ խաբուսիկ պայմաններ, որոնք չի կարողանում պարտադրել Ռուսաստանին։ Ուկրաինացի պաշտոնյաները սկսել են երկրի բնակչությանը պատրաստել Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ անխուսափելի պարտությանը։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։ Նա ընդգծել է, որ Կիևը սկսել է խոսել դժվար փոխզիջումների պատրաստվելու անհրաժեշտության մասին։ Վերջինիս խոսքով ուկրաինական իշխանությունները այդպիսով հանրությանը պատրաստում են նվաստացուցիչ պարտության։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցությունը Ուկրաինայում հակամարտության դադարեցման հիմնական պայմանն է։ Նման կարծիք է հայտնել միջազգային անվտանգության փորձագետ Մարկ Եպիսկոպոսը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը կարևորագույն մասն է այն կապերի, որոնք պետք է հաստատվեն հակամարտությունը Վաշինգտոնի եւ Կիևի համար բարենպաստ պայմաններով դադարեցնելու համար։ Փորձագետը նշել է, որ ներկայումս անհնար է որոշել նման տնտեսական ծրագրի ճշգրիտ արժեքը։ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտնել է, որ ֆորումի կազմակերպիչները հետ են կանչել Իրանի ներկայացուցիչներին նախապես ուղարկված հրավերները։ Մենք սկզբնապես ակնկալում էինք Իրանի պատվիրակության, Իրանի արտաքին գործերի նախարարի մասնակցությունը, ասել է նա լրագրողներին։ Սակայն նրա խոսքով Գերմանիայի կառավարության հետ խորհրդակցությունների արդյունքում կազմակերպիչները հետ են կանչել հրավերները, հաշվի առնելով Իրանի շուրջ ներկա լարված իրավիճակը։ Ցավոք ես ունեմ այն զգացողությունը, որ այս պահին Մյունխենում կառուցողական բանակցություններ Իրանի հետ հնարավոր չեն, նշել է Իշինգերը։ Վերջինս ընդգծել է, որ այսպիսով Իրանի կառավարական պատվիրակությունը Մյունխենում չի լինի։ Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 13-ից 15-ը։ Եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավների խումբը հայտարարությամբ է հանդես եկել։ Նրանք պահանջում են, որ վեհապար հայրապետը գնա ազգային ժողով, եթե ոչ ԿՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. թող ինքն արձագանքի բարձրացված հարցերին եւ առաջարկի հնարավոր ելքեր, որոնք հարիր կլինեն ազգային եկեղեցի համարվող ինստիտուտին։ Այդպես են վարվում օրինակ շատ ավելի փոքր խնդիրների դեպքում երկրի գլխավոր դատախազը, ներքին գործոց կամ պաշտպանության նախարարները եւ այլ։ Նշվում է տիրադավների հայտարարությունում։ Տիրադավներն ընդգծել են, եթե վեհապարը չգնա ազգային ժողով, падգամավորները պետք է ստեղծեն համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի վեհապար հայրապետի ու իրենց ուխտին հավատարիմ հոգևորականների նկատմամբ դատաիրավական գործընթացի մեկնարկով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին, այս մասին հայտնել է ադրբեջանական ապագործակալությունը։ Այս կեղծ դատավարությունը անորոշ ժամանակով հետաձգվել էր դեկտեմբերի 30-ին, դա պայմանավորված էր նրանով, որ դատավորների կազմը, որը բաղկացած է նախագահող դատավոր Զեյնալ Ակայևից, դատավորներ Անար Ռզաևից եւ Ջամալ Ռամազանովից, հեռացել են խորհրդակցելու առանձին դատական նիստի ժամանակ 15 հայ գերիների դեմ կեղծ քրեական գործերով։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նույն ինքը Արման Սարոյանի գործով դատական նիստը։ Սարոյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը եւ վերականգնել իրեն պաշտոնում։ Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ, թե ներպետական, թե միջազգային իրավունքի համաձայն։ Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին-բեի հեռացումը պահանջող հոգևորականներից մեկը Արման Սարոյանը հունվարի 16-ին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն դեմ հայց է ներկայացրել դատարան։ Մայրաթուռի շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, որ Գևորգ Սրբազանի հայցն ընդդեմ վեհապարի իրավական անհեթեթություն է։
44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները ազգային ժողովի ընդունարանի մոտ ակցիա են իրականացրել։ Նրանք ասել են, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին նամակ են հղել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44-օրյա պատերազմի հարցով։ Քննիչ հանձնաժողովի զեկույցին անցել է 2 ամիս եւ դեռ որևէ պատասխան չեն ստացել ազգային ժողովի նախագահից։ Նրանք նշել են, որ ազգային ժողովի դիմաց են հավաքվել հասկանալու, թե ինչու Ալեն Սիմոնյանը իրենց նամակին չի պատասխանում, արդյոք այդ զեկույցի եզրակացությունը տալու է, թե ոչ, որ իմանան իրենց հարազատներն ինչ պայմաններում են անհետացել, ինչ պայմաններում են զոհվել։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Լոս Անջելեսում։ Հայ հավատացյալները բողոքի ակցիա են իրականացրել առաջնորդանից Սրբոց Ղևոնդեաց եկեղեցու մուտքի մոտ, ընդդեմ թեմի առաջնորդ Տիրադավ Հովնան Տերտերյանի։ Նրանք պահանջել են դադարեցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան հայրերի եւ Վեհափար հայրապետի դեմ իրականացվող բռնաճնշումները։ Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև ազատ արձակել բանտարկված սրբազաններին, մերժել են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն։ Ոչ Նիկոլի բարեփոխմանը, ազատություն սրբազան հայրերին, մենք Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի եւ Վեհափարի կողքին ենք։ Հենց այս կոչերով են հանդես եկել մեր հայրենակիցները բողոքի ակցիայի ժամանակ։ Եկեղեցու մոտ են տարվել նաեւ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել շտկել երկրի ընտրական համակարգը։ Ամերիկայի ընտրությունները կեղծված են, գողացված եւ ծաղրի առարկա ամբողջ աշխարհում։ Մենք կամ շտկում ենք դրանք, կամ այլևս երկիր չենք ունենա, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս խնդիրը լուծելու համար ԱՄՆ առաջնորդը խնդրել է հանրապետականներին հաստատել Ամերիկայի փրկության մասին օրենքը։ Այն ներառում է անձահաստատող փաստաթղթի քաղաքացիության ապացույցի պահանջ եւ փոստով քվեարկության էական սահմանափակումներ։ Իսրայելի իշխանությունները Միացյալ Նահանգներին նախազգուշացրել են, որ անհրաժեշտության դեպքում հրեական պետությունը կարող է միակողմանիորեն հարված հասցնել Իրանի տարածքին, առանց Վաշինգտոնի մասնակցության։ Այս մասին հղում անելով իր աղբյուրներին հաղորդել է իսրայելական Jerusalem Post թերթը։ Պարբերականի տվյալներով համապատասխան տեղեկությունը անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները փոխանցել են Պենտագոնի պաշտոնյաներին։ Իսրայելական կողմը Վաշինգտոնին ներկայացրել է հնարավոր հարվածների իր ծրագրերը, որոնք կարող են իրականացվել որոշակի պայմանների դեպքում, կապված Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի հետ։ Մենք ամերիկացիներին հայտնել ենք, որ միայնակ հարված կհասցնենք, եթե Իրանը հատի մեր կողմից սահմանված կարմիր գիծը բալիստիկ հրթիռների հարցում, նշել է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով ներկայումս Իսրայելը չի տեսնում անմիջական հարված հասցնելու պայմաններ, սակայն շարունակում է իրավիճակի մշտադիտարկումը։ Վաշինգտոնի հետ երկխոսության ընթացքում հրեական պետության ներկայացուցիչները ընդգծել են, որ Իրանի նկատմամբ իրենց գործողությունների ազատությունը պահպանում են։ Պենտագոնը մտադիր է Ավստրալիայի արևմուտքում գտնվող, ընդլայնվող Sterling ռազմածովային բազայում տեղակայել 4 միջուկային սուզանավ, Չինաստանի զսպմանը ուղղված դաշնակիցների ռազմավարության շրջանակներում։ Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, առաջին սուզանավը պետք է այնտեղ խարսխվի 2027 թվականին։ Կամբերան Sterling բազայում ուսումնական կենտրոնի ստեղծման, ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի կառուցման, սուզանավերի համար նավամատույցի արդիականացման եւ էլեկտրամատակարարման համակարգերի զարգացման համար հատկացվում է 5.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հրապարակման մեջ նշվում է, որ սուզանավերի վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման իրականացումը Արևմտյան Ավստրալիայում թույլ կտա ԱՄՆ ռազմածովային ուժերին գտնվել հնարավոր լարվածության օջախներին մոտ, այդ թվում Հարավչինական ծովում։ Իսրայելի հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը ներթափանցել է Լիբանանի տարածք եւ գերի վերցրել Քուվատ Ալ-Ֆաջր կազմավորման հրամանատարներից մեկին, որը հանդիսանում է սուննիական Ալ-Ջամա Ալ-Իսլամիա կազմակերպության զինված թևը։ Այս մասին նշվում է իսլամիստական խմբավորման հայտարարությունում։ Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվել է սահմանամերձ Հազբայա շրջանի Էլ-Խաբարիա բնակավայրում։ Օկուպացիոն ուժերը առևանգել են ռազմական ներկայացուցիչ Աթի Աթվիին նրա տնից եւ տեղափոխել Իսրայելի տարածք, ասվում է հայտարարության մեջ։ Սուննիական կազմակերպությունը, որ 2024 թվականի հակամարտության ընթացքում հանդես էր եկել որպես շիական Հեզբոլա շարժման դաշնակից, դատապարտել է իսրայելական զինվորականների գործողությունները եւ կոչ արել Լիբանանի կառավարությանը հասնել գերեվարված բոլոր լիբանանցի քաղաքացիների ազատմանը։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում, Եվրոպայի վրա հարձակվելու մտադրություն չունենք, դա մեզ բացարձակապես պետք չէ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, եւ եթե հանկարծ Եվրոպան իրագործի մեր դեմ պատերազմի պատրաստվելու սպառնալիքները եւ հարձակվի Ռուսաստանի Դաշնության վրա, ապա ինչպես նախագահն է ասել, մեր պատասխանը այլևս հատուկ ռազմական գործողություն չի լինի։ Դա կլինի լիարժեք ռազմական պատասխան մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով, համաձայն համապատասխան դոկտրինալ փաստաթղթերի, նշել է նախարարը։ Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հյուսիս զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրի նկատմամբ, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Գլուշկովկա բնակավայրը։ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն այցելելով Ադրբեջան Իլհամ Ալիևին է փոխանցել անվտանգության հարցերի վերաբերյալ վերջին նախազգուշացումները։ Այս մասին հայտնել է իրանցի քաղաքական վերլուծաբան Շուայբ Բահմանը։ Նա նաև զգուշացրել է Բաքվի ղեկավարներին ցանկացած սադրանքներից եւ թշնամիների հետ համագործակցությունից, նշել է փորձագետը։ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները Ուկրաինայի հարվածների օրինական թիրախ են, նույն կերպ ինչպես ռազմական օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք չպետք է ընտրության առաջ կանգնենք, հարվածել ռազմական թիրախներին թե էներգետիկային։ Վլադիմիր Պուտինը այդ էներգիան վաճառում է, նա վաճառում է նավթ։ Ուրեմն դա էներգետիկա է թե ռազմական թիրախ։ Իրականում նույնն է, նա վաճառում է նավթը, ստանում է գումար եւ այդ միջոցները ներդնում զինամթերքի մեջ։ Իսկ այդ զենքն օգտագործվում է ուկրաինացիներին սպանելու համար, ընդգծել է առաջնորդը։ Թեհրանը պնդում է, որ Ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Ինչու ենք մենք այդքան պնդում եւ պնդում ենք Ուրանի հարստացման հարցում եւ պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք եւ ինչ չպետք է ունենանք, հայտնել է իրանցի նախարարը։ ՌԴ գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողը Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների օգնությամբ ձերբակալվել եւ հանձնվել է Ռուսաստանին։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը։ Հանցագործության կազմակերպիչներից է Ռուսաստանի քաղաքացի Լ. Կորբան, իսկ նրա հանցակիցները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Վ. Վասինը, ով ձերբակալվել է Մոսկվայում, եւ Զ. Սերեբրիսկայան, ով փախուստի է դիմել Ուկրաինա։ Մահափորձի հեղինակների որոնումները շարունակվում են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառելու այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին մատակարարում են հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։ Նախագահը հայտնել է, որ պատժամիջոցներ են կիրառվել նաեւ Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ, որը օգնում է վճարել այդ մատակարարումների համար, այդ թվում կրիպտոարժույթի միջոցով։ Համապատասխան հրամանագրերը դեռևս հրապարակված չեն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը տիկնոջ Ուշավենսի հետ փետրվարի 9-ից 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնել են կառավարությունից։ Այսօր երեկոյան տեղի կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ Դիվենսը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան։ Փետրվարի 9-ին ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակում արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց տեղի կունենա հավաք Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը, հայտարարության մեջ ասված է. Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի Երևան կատարած այցի ընթացքում, ԱՄՆ եւ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։ Մենք պարտավոր ենք հստակ եւ միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ, այն մարդու հիմնարար իրավունքների եւ արժանապատվության հարց է։ Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին համերաշխությամբ եւ պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը եւ ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։ Յուրաքանչյուրի ներկայությունը կարեւոր է, ասված է հայտարարության մեջ։
Վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում է կայացվել 1 տարում, որից 10-ից 9 ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով։ Հայաստանում վարորդական իրավունքից զրկման որոշումների ճնշող մեծամասնությունը գրեթե 10-ից 9 կայացվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայությունը, ներկայացնելով վերջին 5 տարվա վիճակագրական տվյալները։ Վերջին 5 տարում Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողների կողմից արձանագրվել եւ կայացվել են վարորդական իրավունքից զրկման 23419 որոշում, որից 20956-ը կամ 89.5%-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու հիմքով։ Միայն նախորդ 2025-ին կայացվել է վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում, որից 4899 ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, իսկ 131-ը սթափության զննությունից հրաժարվելու հիմքով։ Համեմատության համար նշենք, որ 2020-ին կայացվել է վարորդական իրավունքից զրկման 1819, որից 1580-ը ոչ սթափ, իսկ 41-ը զրկվել են վարորդական իրավունքից, քանի որ խուսափել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցկացնելուց։ Արձանագրենք նաև, որ եթե 2020-ից 2024 թվականների ընթացքում կայացված որոշումների քանակը տարեստարի աճել է, ապա 2025-ի նախորդ 2024-ի համեմատ այս ցուցանիշը որոշակիորեն նվազել է։ Թեև վերջին տարում նկատվող չնչի նվազմանը ոչ սթափ վիճակում վարելը շարունակում է մնալ Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության գլխավոր մարտահրավերը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհուրդը քննարկել է ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների հանձնաժողովների անդամների թվի եւ անդամների տեղաբաշխման մեխանիզմի, քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման եւ դրա հետևանքներին առնչվող թեմաները, ինչպես նաեւ խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ։ Փետրվարի 6-ին Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանահայրերին, որոնց ծառայությունը զինված ուժերում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Այս մասին տեղեկանում ենք Մայրաթորից։ Նորին սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգեվոր հայրերին, գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը, ի նպաստ հայոց բանակում հոգեվոր բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առհայրենին, սիրո եւ մարտական ոգու զորացման։ Հանդիպմանն ամենայն հայոց կաթողիկոսը կատարել է նաեւ հոգեվոր սպասավորների նոր նշանակումներ հորդորելով քահանահայրերին նույն նվիրումով եւ հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։ Եղանակը առաջիկա օրերին փետրվարի 10-ին եւ 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ից 3-ը 12-ից 14-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջանում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ից 11-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, փետրվարի 10-ից 14-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 13-ից 16 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ից 3-ային ժամերին աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 5-ից 8 աստիճանով, 12-ից 14 աստիճանաբար նույնքան կբարձրանա։